Ամենալավ նվերը, որ կարող է ուրախացնել գյուղաբնակ տղաներին, ֆուտբոլի դաշտն է։ Դրա կառուցման ընթացքին առանձնահատուկ ոգևորությամբ են հետևել Դողս գյուղի պատանիները։ Ու հիմա, երբ մեծերը հանդիսավոր արարողություն են անում, միմյանց շնորհավորանքի խոսքեր ասում, նրանք դաշտում անհամբեր սպասում են, թե երբ են գնդակը խաղի մեջ գցելու։ Խորհրդանշական առաջին փոխանցումն արեց Վաղարշապատի համայնքապետը։ Ինչ ծնվել եմ 59 թվից հետո սենց բան չեմ տեսել, էսի արտակարգ բան է, երեխեքի համար, օրեկան իրիգունները թորս պապի եթանք, հրապարակ տենանք ինչ խաղանք, շատ լավ է, սաղ երեխեքը սղ են։ Ես արդեն 80 տարեկան եմ, բայց սենց հիանալի մարզադաշտ, ես երբեք չեմ տեսել, մեկ գալիս եմ, խփում եմ, շարժվում եմ, որ 100-ը շուրջ տամ։ Ված չի լինի, բոլորը տենց առողջ ապրելակերպով ապրեն։ Ժամանակին 60-ականներին մենք խաղում էինք, լավ թիմ ունեինք, հողից դաշտերում ջուրը կողքանգանը մեր հետո ինչ պայմաններ։ Հողեդաշտը, որ տարիների ընթացքում վերածվել է ամայի տարածքի, դարձել է առողջ կենսակերպ ապահովելու ակտիվ միջավայր։ Կառուցվել է բազմաֆունկցիոնալ մարզադաշտ, փոքր ֆուտբոլի դաշտով, մանկական խաղահրապարակով եւ սպորտային հրապարակով։ Ծրագիրն իրականացվել է Վաղարշապատի համայնքի եւ մասնավորի համաֆինանսավորմամբ։ Բյուջեն ավելի քան 42 միլիոն դրամ է։ Դողսեցիները մարզադաշտը կոչել են իրենց համագյուղացու անունով, որի ներդրման արդյունքում երկար սպասված սպորտային միջավայր ունեցան։ Այս ծրագիրը միտված չէ միայն Դողս բնակավայրի համար, այստեղ պարբերաբար իրականացվելու են տարբեր միջոցառումներ, սպորտային, նաև բաց մշակութային միջոցառումներ, որի արդյունքում այստեղ կգան նաև հարակից բնակավայրերից եւ նաև հանրապետության տարբեր հատվածներից մարդիկ։ Նոր միջավայրն ակտիվացրել է գյուղի կյանքը, օրվա գրեթե բոլոր ժամերն այստեղ մարդաշատ է։ Ֆուտբոլ են խաղում ոչ միայն պատանիները, այլև հասուն տղամարդիկ, որոնք երբեմն այնքան են տարվում գնդակով, որ փոքրերը հաճախ չեն կարողանում խաղադաշտ մտնել։ Խռոված նստած այս տղուկները դաշտ մտնելու գրաֆիկ են պահանջում։ Ստե որ մարդ չի լինում, մենք ստե ֆուտբոլ ենք խաղում, բայց հիմնականում ստե մարդիկ են լինում, դրա համար չենք կարող հասցնենք։ Նոր մարզադաշտը ֆուտբոլի թիմ ձևավորելու հնարավորություն է տվել։ Դողսեցիները, որ պարծնում են 60-ականներին ունեցած իրենց թիմով, նորն ունենալու մասին են երազում։ Վաղարշապատի համալիր մարզադպրոցի մասնագետներն արդեն աշխատում են այս ուղղությամբ։ Մենք արդեն 4 համայնքներում ունենք թիմեր երեխեքի։ Այս երեխեքից տարբեր համայնքներից հավաքելու ենք երեխեքին, հավաքական թիմ ստեղծենք, մոտ ապագայում, առաջիկայում մասնակցենք Հայաստանի մանկապատանեկան ֆուտբոլի առաջնությանը։ Բնականաբար ինչքան ունենանք նման ենթակառուցվածքներ ու խաղադաշտներ, այդ միայն ի նպաստ է երեխեքին սպորտի զարգացմանը։ Այդ ծրագրերը շարունակական են լինելու, առաջիկայում նախատեսում ենք բոլոր գյուղական բնակավայրերում ունենալ եւ սպորտ հրապարակներ եւ մանկական խաղահրապարակներ, նաեւ բարեկարգ կանաչ տարածքներ, որպեսզի մեր բնակչությունը լիարժեք կարողանա օգտվել այդ հնարավորություններից։ Հնարավորություններից չեն դժգոհում Դողսի սկսնակ ֆուտբոլիստները, բացի հարմարավետ ու անվտանգ պայմաններից, նրանք ապահովված են նաև անհրաժեշտ մարզագույքով ու մարզահագուստով։ Համագործակցության համար բացի նաև համայնքի ղեկավարությունը, պատանի ֆուտբոլիստները կմասնակցեն առաջնություններին, թե ոչ, կախված է իրենց աշխատանքից։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, լուրեր։